Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք քաղաքական հասարակական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եւ բարի երեկո։ Տիկին Զորաբյան, այսօր ԱՄՆ փոխնախագահ Վենսը արդեն Հայաստանում է, երեկոյան հանդիպում առանձնազրույց է սպասվում Նիկոլ Փաշինյանի հետ։ Քանի որ հիմա այսպես թոփ թեման, Հայաստանում դա է, ուզում եմ իմանալ ինչ ակնկալիքներ, ինչ սպասումներ պետք է ունենանք այս հանդիպումից, հաշվի առնելով նաև, որ գնալու է հաջորդիվ Բաքու Երևանից հետո։ Տեսեք, ես նայում էի ամերիկյան բազմաթիվ փորձագետների հարցազրույցներ, որոնք տալիս էին այն ճանապարհային քարտեզը, բացում էին այն հարցերի օրակարգը, որոնք Վենսը պիտի քննարկի Երևանում։ Ես այդ հարցերի մեջ, բացի թրիփից, բացի որոշակի տնտեսական խնդիրներից չեմ տեսել ռազմագերիների հարց, բայց ես ուզում եմ հուսալ եւ լավատեսեմ, որ այդ խնդիրը անպայմանորեն քննարկվելու է։ Ինչ ենք ակնկալում մենք Վենսի այցից, բնականաբար առաջին հերթին ակնկալում ենք ռազմագերիների վերադարձ, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ նույն Թրամփը իր քարոզարշավի օրերին խոսել էր քրիստոնյա գերիների մասին, վերադարձի մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ Անտիլիասի Արամա կաթողիկոսը վերջերս դիմել էր կրկին Վենսին Հայաստան գալուց առաջ խնդրելով ուշադրություն էլ չեմ խոսում հայաստանյան բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում հոգևորականներ, Բակրատ Սրբազանը դիմել են Վենսին, որպեսզի նա բարձրացնի այդ հարցը։ Եթե այս խնդրից հետո, երբ որ Միացյալ Նահանգները ըստ էության ստանձնում է խաղաղության արբիտրի դերը, ինչպես հայտարարել է Թրամփը, 35 տարի խնդիրը չէր լուծվում, ես բերել եմ խաղաղություն։ Հիմա չի կարող լինել խաղաղություն, եթե Բաքվում խոշտանգվում են հայ ռազմագերիներ, եթե դատապարտվում են հայ ռազմագերիներ, եթե ստանում է խաղաղության մրցանակ Ալիևը, մրցանակ ստանալուց 24 ժամ հետո մի խումբ Արցախի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ դատապարտվում են ՑՄԱ։ Թեև որոշակի չէր ակնկալվում, որ Բաքուն այդպես արդար դատավարություն կկայացնի ու ինչ որ չափով այս դատավճիռը սպասել էր, բայց երբ որ արդեն հստակ տեսնում ես ու կարդում ես, դա արդեն լրիվ ոնց որ ուրիշ զգացողություններ լինի։ Սրա հետ կապված ու նաև արդյոք Վենսին կհաջողվի, այս տեսնում ենք, որ տարբեր գործիչներ նամակներ են այցից առաջ ուղղում, կհաջողվի Բաքու այցի ժամանակ այս հարցը լուծել։ Տեսեք, Միացյալ Նահանգները հայտարարում է, որ ինքն է այլևս տարածաշրջանի խաղաղության արբիտրը։ Ես չեմ պատկերացնում խաղաղություն, որտեղ Աբու Դաբիում խաղաղության մրցանակ ստանալուց 24 ժամ հետո ՑՄԱ ազատազրկման վերդիկտներ են հնչում։ Թրամփը իր քարոզարշավին հայտարարել է, որ անհապաղ ազատ արձակել քրիստոնյա գերիներին։ Վենսին այստեղ գալուց առաջ դիմել է թե Արամ կաթողիկոսը, թե Միացյալ Նահանգների բազմաթիվ հոգևորականներ, թե Հայաստանից քաղաքական ուժեր, մտավորականներ, հոգևորականներ, եւ եթե օրակարգում չի լինելու ռազմագերիների հարցը եւ այստեղ եւ վաղը Բաքվում օրակարգում չի լինելու հայ ռազմագերիների հարցը, ապա այս ամենը որևէ կապ չունի խաղաղության հետ, որտեղ կրկնում եմ, չի կարող լինել խաղաղություն, եթե այնտեղ ՑՄԱ ազատազրկում են մեր հայերին, բայց կհաջողվի Վենսին այնտեղ գնալ ու Ալիևին այսպես պահանջները։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, որ այս ամենը իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի, որովհետև ես տեսնում եմ ինչ որ խուճապ, պանիկա, դե որ ՑՄԱ ազատազրկել են, դա այլևս վերջն է։ Մենք լսեցինք, որ 3 չէ առաջի օրը պետական մեղադրողը Բաքվի Ռուբեն Վարդանյանի համար եւս պահանջեց ՑՄԱ ազատազրկում։ Ես ավելի քան վստահ եմ, որ այսօր կամ վաղը նույն վճիռը ՑՄԱ ազատազրկման Ռուբենի մասով է կայացվելու։ Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը սա քաղաքական հարթությամբ լուծվող խնդիրներ են։ Եվ այո, տարածաշրջանում խաղաղության արբիտր իրեն հռչակած Միացյալ Նահանգները պիտի կարողանա այս խնդիրները լուծել։ Եթե չլուծեց, ապա
նշանակումը այս սաղ աջապսանդալը որևէ կապ չունի խաղաղության հետ։ Ես կարդում էի նախորդին ամերիկյան փորձագետների հարցազրույցները Վենսի տարածաշրջանային այցի հետ կապված, թե ինչ խնդիրներ են քննարկվելու Թրիփի հետ կապված, Ադրբեջանի հետ, ապրանքաշրջանառության հետ կապված, նշում էր, որ Ադրբեջանը դառնում է Միացյալ Նահանգների լավագույն գործընկերներից մեկը, ավելին նախորդին մենք տեղեկատվություն ստացանք, որ այլևս էներգետիկ խնդիրներ է Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ քննարկում հենց Թրիփի ձևաչափում, եթե այդ մարդիկ մնալու են Բաքվի բերդում եւ եթե խաղաղության սուրհանդակ եւ խաղաղության արբիտր իրեն հրճակած Արևմուտքը այս խնդիրները չի լուծելու, ապա ես պիտի կրկնեմ այն, ինչ մշտապես ասել եմ, այդ խաղաղություն բառը ընդամենը ֆիկցիա է, որը Նիկոլ Փաշինյանին պետք է ընտրական փուլից առաջ իր էլեկտորատին լուծացնելու։ Երբ որ ես այսպես դիտարկումներն էի կարդում եմ դատավճռից հետո, շատ քաղաքագետներ, փորձագետներ ասում են, որ հնարավոր է ամեն դեպքում, որպեսզի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, չնայած այս դատապարտման վճռին, գերիների վերադարձ ամեն դեպքում Ես համաձայն եմ այդ գնահատականի հետ, ես այսպես զուսպ լավատեսություն ունեմ, որ այո, որովհետև մենք հիմա Բայց ռազմաքաղաքական ղեկավարների մասով էլ է նաև, այո։ Հիմա գիտեք, ես հիմա մի հատ ցիտատ եմ ուզում կարդամ ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազատ Իսազադեի ելույթից, ով ասել է. եկեք անկեղծ լինենք, Ադրբեջանը անկասկած հետաքրքրված է առաջիկա ընտրություններում Փաշինյանի հաղթանակով, սա նշանակում է, որ անհրաժեշտ են որոշակի քայլեր Փաշինյանին աջակցելու համար, բայց այդ քայլերը չպիտի լինեն ակնհայտ, որպեսզի Փաշինյանին չմեղադրեն ադրբեջանամետ դիրքորոշում ունենալու մեջ, սա ասել է ընդամենը 2 օր առաջ ադրբեջանցի քաղաքական մեկնաբանը եւ այո նույն Միացյալ Նահանգները, նույն Թուրքիան եւ Ադրբեջանը, նույն Եվրոպական միությունը բաց տեքստով հայտարարել են, որ իրենք շահագրգռված են այս ռեժիմի վերընտրության մեջ եւ այո, ձեր հարցի կոնտեքստում ես չեմ բացառում, որ ընտրական փուլին ընդառաջ եւ ռազմագերիներ վերադարձվեն օրինակ մայիսին Հայաստանում կայանալիք ԵՄ գագաթաժողովում եւ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, որտեղ այսօր Իգդիրի քաղաքապետը այլևս հայտարարել է, գնացել է դիտարկելու իրենց կողմից Մարգարայի անցակետը եւ ասել է process-ները մենք արագացնում ենք եւ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որովհետեւ կան տեղեկատվություն, որ Արևմուտքը ճնշում է գործադրել Ադրբեջանի վրա, որ նա մի կողմ դնի իր ուլտիմատումը հենց հիմա սահմանադրությունը փոխելու, ստորագրի խաղաղության պայմանագիր, ձեռք բերելով Նիկոլի հետ պայմանավորվածության միջև ընտրություններ։ Այո, այս ամենը, այո, նաեւ խաղաղության պայմանագիրը միջև ընտրություն, որովհետեւ ինչքան էլ այս ռեժիմը դիսկոտեկներում տժժա, ինչքան էլ երկեն ուր էլ գնաս հետդ կգամ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ընտրական process-ում իր հետ եկողների տոկոսը կատաստրոֆիկ նվազում է։ Բայց ամենը իրագործվի խաղաղության պայմանագիր, գերիների վերադարձ, էլ ջանք էլ պետք չի, որ տեսեք, եկեք սա մի քիչ այլ կերպով նայեք, մարդիկ, ովքեր որևէ պայմանով չեն ընտրելու Նիկոլ Փաշինյանին, չեն ընտրելու անգամ եթե թուղթը ստորագրվի, չեն ընտրելու եթե հայ-թուրքական սահմանը բացվի, չեն ընտրելու եթե բարեբախտաբար մեր բոլոր ռազմագերիները վերադառնան։ Ուստի ասել որ բայ հեսա այդ ամենը կանեն կգնան սա Նիկոլին կընտրեն։ Ինչ զանգված է կազմում փոքր։ Այդ ձեր նշված մասը, որոնք որևէ Կերպ Նիկոլ Փաշինյանին չեն։ Այո, դրանք շատ փոքր չէ, Նիկոլ Փաշինյանին չընտրողները, չէ, դրանք բավականաչափ մեծ են հաշվի առնելով, որ հասարակության 70%-ը, 60-ից 70%-ը ըստ բոլոր հարցումների պատրաստ չէ հիմա ընտրության գնալ եւ իրան մոտիվացիա է պետք։ Այստեղ արդեն կախված է անդիմությունից կարողանալու են այդ 60-65%-ին մոտիվացնել, թե ոչ բոլոր հարցումներով մենք ունենք 60-65% մի հատված, որին պիտի մոտիվացնել, որը Նիկոլ
չի ուզում, չի գնալու Նիկոլին ընտրի, եթե անգամ հայ-թուրքական սահմանը բացեն, խաղաղության պայմանագիրը ստորագրեն, մայիսի ԵՄ սամիթին Ուրսուլա ֆոն դեր Լեյնը իր հետ բերի բոլոր ռազմագերիներին, ինչի մենք կծափահարենք եւ ուրախ կլինեն, չեն գնալու Նիկոլ Փաշինյանին ընտրելու։ Հիմա գնդակը ընդդիմության դաշտում է, կարողանալու է այնպիսի ֆորմատներ ձևավորի, որ այդ ապատիկ վիճակում գտնվող 60-65%-ին տնից հանի եւ տանի ընտրատեղամաս, որտեղ մենք տեսնում ենք ինչ ա արել Նիկոլը, ստեղծել է, ես վստահ եմ, որ դա իշխանության պրոյեկտ է, ստեղծել է բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, որպիսի այդ ապատիկ մասսային ասի չգնաս, մենք բոլորին դեմ ենք, որովհետեւ սավատա, բոլորին դեմը մնա տանը, իսկ ինչքան քիչ գնա ընտրական տեղամաս, այնքան շահելու է այո գործող իշխանությունը։ Տիկին Զորապյան, ազգային ժողովի նախագահը մեկնեց երկօրյա այցով Մոսկվա, այնտեղ հանդիպեց Լավրովի հետ, Մատվիենկոյի հետ ու ակնկալվում էր, որ պետք է այդ հարցի պատասխանը վերջո ստանան Ռուսաստանը հիբրիդային պատերազմ տան, թե ոչ, այնտեղ այդ հարցի պատասխանը չտրվեց, Լավրովն էլ հետաքրքրվում, ինչ հյուսիսից եկող սպառնալիքներ ասելով, ինչ նկատի ունեք այս այցի հետ կապված։ Տեսեք, նորից բացենք Հայաստանի արտաքին հետախուզության փաստաթուղթը տարեկան։ Նայեք, թե քանի անգամ է գրված հիբրիդային պատերազմից եւ բոլոր ակնարկներով սլաքները ցույց է տված Ռուսաստանին։ Հիմա բոլորը սպասում էինք, որ Ալեն Սիմոնյանը, երբ որ Լավրովը անգամ բաց տեքստով ասած, մեզ մտահոգում է Հայաստանից եկող ակնարկները հյուսիսից իբր հիբրիդային պատերազմի, ինչ ասաց Ալեն Սիմոնյանը, բառացի ցիտում եմ Ալեն Սիմոնյանին եւ այսպես Ալեն Սիմոնյան ի պատասխան Լավրովի հարցադրման դուք ասել եք, ես չեմ ուզում, որ Ռուսաստանի Դաշնությունում լինի ընկալում, որ Հայաստանը փորձում է ինչ որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ, կրկնում եմ, բարեկամ, դաշնակից, կրկնում եմ, դաշնակից պետության դեմ։ Հիմա հարց, բարեկամ դաշնակից պետությունը, որին ես չեմ համարում, Ռուսաստանը, դուք եք համարում, պարոն Սիմոնյան, ձեր իշխանության դեմ, կարող եք բացատրել, բարեկամ դաշնակիցը ոնց է ձեր դեմ հիբրիդային պատերազմ անում, կամ եթե հիբրիդային պատերազմ անում, ինքը ոնց է շարունակում մնալ բարեկամ եւ դաշնակից։ Սա աբսուրդ է, կատարյալ աբսուրդ։ Դե գուցե այստեղ ավելի այդպես ոգևորված, ավելի այսպես ասած դուխով հայտարարություններ են անում, այնտեղ մոռանում են արդեն։ Չէ, այո, պարզապես այն ինչ որ իրանք այստեղ ասում են, հիբրիդային պատերազմ, Ռուսաստան եւ այլն, ռուսական ալիքները փակենք, կախենք, գնդակահարենք, այս ամենը արվում է ներքին լսարանի համար համարել հակառուսական։ Բացարձակապես ոչ, ես միշտ ասել եմ, մի անգամ Ալեն Սիմոնյանը շատ մի ճիշտ բան ասաց, այս իշխանությունից ավելի ռուսամետ նկատի ունենալով իրենց իշխանությանը չի եղել։ Հիմա ինձ կփորձեն տարբեր ռուսամետ ուժեր Հայաստանում հակազդել, որ այդպես չի, որ Ռուսաստանի համար այս ռեժիմը անընդունել է, ես էլ ասում եմ, ոչ, այդպես է։ Իրանք որևէ խնդիր չունեն, Ռուսաստանը կատարյալ լոյալություն է պահպանում այս իշխանության հանդեպ։ Ինչպես ստացվեց, որ իշխանությունները գործող դարձան բոլորի սիրելին, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, հիմա նաև Ռուսաստանում։ Գիտեք, եթե դուք լինեիք ղեկավար եւ ձեր երկիրը հանեիք աճուրդի, ձեր երկիրը որպես մի հատ դեսերտ, որպես են սալատ շերտավոր դնեիք սեղանին, բոլորին ասեիք են հայտնի ֆիլմի նման Կազան, Խոչիշ Կազան, դե բիրի տար, այստեղ Թուրքիային էդ ասեիք, Ադրբեջանին էդ ասեիք, Միացյալ Նահանգներին 74% վերահսկողություն ես ուզում, օքեյ, Ռուսաստանին այլ բան ասեիք, բնականաբար դուք էլ կդառնայիք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների սիրելին, եթե դուք ձեր երկրի օրակարգը չեք պաշտպանում, այլ պատրաստ եք սատարել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ախորժակը, ամբիցիան, ճաշակը, բնականաբար ձեզ պիտի սիրեն եւ բնականաբար ամեն ինչ պիտի անեն ձեր վերարտադրությունը ապահովելու համար։ Մեր երկրի շահերից բխելու համար ենք փորձում բոլոր կողմերի հետ այսպես հարաբերություն։ Դա հարաբերություն պահել չի։ Եթե դու քո սուվերեն տարածքից տարածք ես հանձնում, եթե 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը առ այս պահը նստած է Հայաստանի Հանրապետության ըստ Արարատ Միրզոյանի
400 կիլոմետր, իսկ ըստ Հրանտ Բակրատյանի շատ ավելի մեծ տարածքում։ Այստեղ ոնց դարավ հավասարը հավասարին բանակցություն։ Չի կարող այդպես լինել։ Պայմանագրի ստորագրումից հետո այդ հարցը լուծվի։ Այդ հարցերը, գիտեք, այդ հարցերը պիտի լուծվեին մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ես չեմ պատկերացնում, որ Ալիևը այնքան էշ է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ասելու է, այ հիմա ես դուրս եմ գալի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, որը զավթել եմ 2012 թվականի մայիսի 2-ից, այլ ես հիմա իմ զորքերը հետ եմ քաշում Սև լճի տարածքից, այ ես հիմա իմ զորքերը հետ եմ քաշում Ջերմուկի տարածքից։ Էշ չի Ալի Գուցե ինչպես գերիների վերադարձել որպես նախընտրական քայլ ինչ որ հատվածների։ Ես բացառում եմ, որովհետև նման օրակարգ չկա Ադրբեջանի օրակարգում, ավելին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների վերադարձը, ավելին նախորդին մի կոնֆերանս էր, չգիտեմ ինչեր, այնտեղ Ալիևը ասեց 300,000-ը մենք հենց քիչ ենք ասում, եթե բազմապատկում ենք 300,000-ը այդ ադրբեջանցիների սերունդներով, երեխաներով, թոռներով, որ ունեցել են այս տարիների ընթացքում, խոսքը 1 միլիոն փախստականների մասին է եւ սրան պետք չէ իգնորով վերաբերվել։ Երբ որ տարբեր գործիչներ ասում են, դե ասում է էլի իր ներքին լսարանի համար, սա ներքին լսարան չի։ Գնացեք միջազգային կառույցներ, բոլոր միջազգային կառույցներում, որպես հումանիտար կարևոր խնդիր, որպես միջազգային իրավունքի նորմ, Ադրբեջանը կարողացել է ձևակերպել եւ սեղանին դրել մարդկանց իրենց հայրենիք, իրենց ծննդավայր վերադառնալու հարցը, որը այսպես լավ փաթեթավորել է լալա հառաջ դրույթներով եւ կետերով, եւ սա լրջագույն վտանգ է։ Սա նշանակում է ներքին հիբրիդային պատերազմ, սողացող պատերազմ, դա նշանակում է ներսից սողացող ոչ թե զենքով, ոչ թե բայրակթարով, այլ ադրբեջանցիներով զավթել եւ տրաքեցնել Հայաստանը։ Տիկին Զորաբյան, եւ արդեն վերջում ուզում եի խոսել ատոմակայանի հետ կապված այսպես քննարկումներ են գնում, մոդուլային ատոմակայան ստեղծելու հարց է քննարկվում։ Այ բազմիցս մենք լսել ենք նման պահանջ ատոմակայանի հետ կապված դժգոհություններ իբրև բնապահպանական հիմքերով Թուրքիայից եւ Ադրբեջանից, դուք էլ բարբերաբար սրա մասին խոսել եք։ Այս սա պահանջի կատարում է, ճնշում է, ինչ կարող եք։ Տեսեք, եթե նկատել եք, այս ռեժիմը ինչ որ ուզում է անի, ինքը ինչ որ տենց բարդ համադասական աջաբսանդալ նախադասություններով է ներկայացնում, որ որևէ մեկը չհասկանա։ Ինքը ասում է մենք ատոմակայան չենք փակում, մենք բացում ենք, ստեղծում ենք մոդուլային ատոմակայան։ Հիմա հարց, մոդուլային ատոմակայանի նախատիպ մոդել այս պահին գործող աշխարհում չկա, երկուսը կա, մեկը դրված է ռուսական Լոմոնոսով Սուզանավի վրա եւ լոկալ խնդիրալուծում, մեկն էլ դրել է Չինաստանը անապատում այդ խնդիրը լուծելու համար, որպեսզի ամբողջ անապատով կաբելներ չքաշի եւ բազմաթիվ ատոմագետներ խոսում են մոդուլային ատոմակայանի ռիսկերի եւ վտանգների մասին։ Այսօր մենք ունենալով ատոմակայան ունենք էներգետիկ անկախություն, ունենք էներգետիկ ինքնիշխանություն 30 տարի միջազգային բոլոր կառույցներում ադրբեջանցի եւ թուրք, որ падգամավորը վերակացել խոսել է, որ Հայաստանի ատոմակայանը տարածաշրջանային վտանգ է, երբ որ ՄԱԳԱՏ-ն էլի վերջերս անցկացրեց զննում եւ տվեց երաշխիք ապահովության եւ անվտանգության։ Սա թուրքական օրակարգի բավարարում է, որպիսի հայկական ատոմակայանը փակվի, որպիսի ջարդի էներգետիկ անվտանգությունը եւ մենք ունենանք կախվածություն ադրբեջանական էներգոռեսուրսներից։ Սա պարզ է։ Բայց այս ծրագիրը այդքան հեշտ չի, հա, մենք գիտենք, այդ ավարտին կհասցվի, թե պարզապես հայտարարություններն այս մոդուլային ատոմակայանի։ Ես չգիտեմ, եթե այս իշխանությունը մնաց, եթե այս իշխանությունը մնաց, ինքը այս բոլոր հակահայ ծրագրերը հասցնելու է ավարտին։ Դրա համար եմ ես ընդդիմադիր դաշտին ասում, դուք ոչ թե տեսեք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, որ ինչ որ տենց գնաք հարցազրույցներում արձագանքենք կամ կառավարության հարց ու պատասխանին արձագանքեք, այլ ձեր օրակարգը մշակեք, որը ռեալ ժողովրդին կասի ինչ եք առաջարկում դուք այս անվտանգային խնդիրները լուծելու, ոչ թե ասեք ինքը սխալ է ասում, ինքը վատ է ասում, դուք ինչ եք ասում։ Ես
ես է դուքը բացի այսօր մանդատակրվից չեմ տեսնում եւ մի հարցել, հա, ես հետևում եմ օրեր առաջ Ռուսաստանի բարձրաստիճան падգամավոր Զատուլինը հայտարարեց, որ ես կարծում եմ, որ ժամանակին Սերժ Սարգսյանին առաջարկված 5 միլիարդը հիշում եք եղավ այդպես, հա, արտահոսք խոսքի մեծ աղմուկ բարձրացավ, որտեղ Լուկաշենկոն ասում է, որ ես Սերժ Սարգսյանին անձամբ եմ փոխանցել, որ Ալիևը պատրաստ է Արցախի դիմաց 5 միլիարդ տալ, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը շատ կոպիտ պատասխանել է, որ ես կտամ այդ 5 միլիարդը, որ ինքը ձեռ քաշի Արցախից։ Եվ հիմա Զատուլինը հայտարարում է, որ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին առաջարկված 5 միլիարդը վերցրել է Փաշինյանը։ Դա իմ ենթադրությունն է, որ այդ փողերը վերցրել են նա եւ հետեւաբար Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի տեխնացուն է հունիսի 7-ի ընտրություններում։ Սա լրջագույն հայտարարություն է եւ ես չեմ լսել որևէ անգամ, որ այս ռեժիմը այդ 5 միլիարդին, որը տարբեր ինտերպրետացիաներով հնչել է տարբեր բարձրաստիճան գործիչների կողմից, արձագանքի։ Իսկ գուցե այստեղ այդ հասարակության տրամադրությունները այսպես խառնելու համար են, թե իսկապես ինչ որ հիմք կա նման։ Ես չեմ կարող ասել, ես հիմա ասում եմ թուրքական մամուլը մի հատ բան է գրում, որ ապրիլին ստեղ նախատեսվում է LGBT պարատ, ինչը պարզ է անտրամաբանական է, 50 անգամ Նիկոլի խոսնակը հերքում է, որ տենց բան չկա, դա հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ, բա սենց բան է ասվում։ Զատուլինը 5000 միլիարդի մասին է խոսում, որ ինքը կասկածում է եւ կարծում է, չի կասկածում, ինքը կարծում է, որ Նիկոլը վերցրել է, բա դրան ինչի որևէ մեկը չի արձագանքում։ Թե մեծ թքած ունեք, էլի այդ 5 միլիարդը ինչա, որ մի հատ էլ դրան արձագանքեք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տիկին Զորաբյան։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինա Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար։